Հարկ Տիրոջը։ Այսօր ուզում եմ ձեզ հետ միասին խոսել մի թեմայի շուրջ, որը անվանել եմ արժանապատիվ ծերություն։ Եվ բոլոր ծերերը ժպտացին։ Ամեն ինչի մասին խոսել ենք, ծերերի մասին երբեք չենք խոսել։ Խնդրում եմ, եթե որոշ բաներ կլինեն, ոմանցը դուր չի գա, արագ մի հակառակվեք, փորձեք մտածել հոգևոր մարդու մտքով եւ նայել Աստծո աչքերով, որովհետեւ խոսքը մենակ այն չի, որ մենք գովենք կամ փնովենք ինչ-որ մեկի, այլ խոսքով բացահայտենք ճշմարտությունը, ոնց որ այս քարոզը դառնա ռենտգեն, ինչ-որ բաներ ուղղելու, բժշկելու համար։ Բայց եթե մեկին պետք չէ, խնդիր չէ, ինքը թող մտածի։ Ուրեմն ինչ է նշանակում արժանապատիվ, չի նշանակում փառավոր, այլ պատվարժան ձևով ես ավարտում քո կյանքի վերջին տարիները։ Եվ ինչպես ես դու ինտեգրվում շրջապատի կողմից կամ ընդունվում, գնահատվում, եւ ավելի կարևոր ինչպես ես գնահատվում Աստծո կողմից, որը շատ ավելի արժեքավոր է։ Ուրեմն այս պատգամը մենակ ծերերի մասին չէ, նաև վերաբերում է երիտասարդներին։ Ինչու երիտասարդներին, որովհետև դուք էլ եք մի օր ծերանալու։ Լավագույն դեպքում են էլ ծերանալու, որովհետև բոլորին չէ որ կհաջողվի ծերանալ, անգամ այդպես։ Որքան էլ որ դուք խուսափեք ծերություն ասած մտքից, միևնույն է դուք ծերանալու եք եւ ձեր տարիները կամաց օր ձեզ մոտեցնում են այդ վիճակին։ Ուրեմն հնարավոր է, որ արժանապատիվ ծերությունը կապ ունենա քո ապրած արժանապատիվ կյանքի հետ, որ դու կարող ես վաստակել այն քո կյանքով, վարքագծով կամ ճիշտ հակառակը։ Ես մի պատմություն եմ հիշում, մի ընտանիքում մի ծեր պապիկ է լինում, շատ ծերացած, որը էլ ոչ մի բանի ընդունակ չէր, ինչ որ մի բան անելու ընտանիքի մեջ օգտակար, այլ միայն խնամքի կարիք էր զգում։ Այդ տան կինը մի օր պես ձանձրացած, զայրացած ամուսնուց պահանջում, ասում է. «Դե ինչի է պետք է հորդ պահել ենք բեռա մեր համար էլի, տար մի տեղ քցի պրտնենք նրանից»։ Վերջ որ շատ է կպնում, այս մարդու խելքը առնում է էլի։ Վերակենում մի հատ կեռիկ է սարքում, գցում է հոր շլինքից, որ շալակի, որտեղ հայր քայլել չի կարողանում, որ քրեքաշ այդպես տանի միտեղ գցի հորն ու գա։ Այդ ժամանակ իր փոքրիկ տղան ասում է. «Պապա, պապիկին ուր ես տանում»։ Դա ասում է, «Բալես, պապիկն էլ բանի պետք չէ տանում եմ միտեղ իջեցնեմ, այնտեղ որ ինքը արժանավայել ձևով իր հանգիստ անցկացնի, էլի, իրան խանգարող չլինի»։ Ասում է, «Ես էլ գամ այդ պապ»։ Դա ասում արի։ Վերջը հորը մի քանի ժամվա ճանապարհ է, տենց շալակած քրեքաշ տանում է, միտեղ իջացնում է, այդ կեռիկը հանում շպրտում է մի կողմ, ասում է, «Դե բալես գնացինք տուն»։ Երեխան վազում է այդ կեռիկը վերցնելու։ Ասում է, «Մեզ էլ պետք չէ, ինչի ես վերցնում»։ Ասում է, «Չէ, պապա, դու չգիտես, դա պետք կգա, որ մի օր դու էլ ծերանաս, ես էլ քեզ այս կեռիկով պետք է բերեմ ստեղ, որ դու էլ պապիկի հետ միասին քո հանգիստը անցկացնես»։ Միտքը պարզեր ինչ էր։ Այսինքն դուք մի օր կգա, չեմ կամենում, որ դա գա այդպես, այդ կարգավիճակով, որ անկարծ դուք կզգաք, որ ձեր ընտանիքին բեռ եք ընդամենը։ Եվ ուզում են ձեզնից ազատվել մենակ ոչ թե կեռիկի օգնությամբ, այլ համբերությամբ սպասում են, թե երբ պետք է գնաս։ Ու որ գնացիր չէ, գիտես ինչ են ասում։ Ասում են, «Վայ, հանգստացավ»։ Իրան են ասում հանգստացավ, բայց իրենց մեջ իրենց են զգում, որ մենք հանգստացանք։ Հիմա երբ դու արժանապատիվ ես Աստծո առաջ, ես միտեղ կարդամ Ժողովող 11:9 եւ 12:1 խոսքերը, խնդրում եմ ուշադիր լսեք։ Խոսքը ուղղված է երիտասարդին։ Ով երիտասարդ, ուրախացիր քո պատանեկության ժամանակ
Եվ քո սիրտը թող քեզ զվարճացնի քո երիտասարդության օրերին։ Քայլիր քո սրտի ճանապարհով եւ ըստ քո աչքերի հայացքների, բայց լավ իմացիր, որ այս ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։ Այսինքն ասած, ապրի ոնց կուզես, աչքիդ ինչպես հաճոք երևա, դու կզգում ես, որ Աստված ոչ մեկի ձեռը չի բռնում։ Ասում ապրի արային ինչ որ անում ես, բայց լավ իշիր, մի օր Աստված քեզ դատաստանի պիտի բերի։ Քո արարիչ Աստծուն հիշիր քո երիտասարդության օրերի մեջ, քանի դեռ չեն եկել թշվառության այն օրերը եւ չեն հասել այն տարիները, որոնցում պիտի ասես, թե ես չեմ հավանում։ Որ կգան մի օր քո թշվառության օրերը ու կասես, «Էս ինչ օրերի մեջ եմ ես ապրում, հեչ դուրս չի գալիս իմ վիճակը»։ Դա այն պատճառով էր, որ դու քո երիտասարդության տարիներին արամորեցիր քո Տեր Աստծո խոսքը եւ իր պատվիրանները։ Հիմա մարդը ապրում է, ես կասեմ օրինակներ, գուցե դուք ձեր ընտանիքներում էլ այդպեսի իրավիճակներ ունեցել եք կամ ունեք, կամ ես դուք եք այդ իրավիճակը ստեղծողը։ Մարդիկ, ովքեր նվաստացնում են իրենց ընտանիքին։ Ասենք, ամուսինը նվաստացնում է կնոջը, կինը ամուսնուն, կամ երեխաներին, կան այդպես ընտանիքներ, թե չէ։ Անդադ ցածրացնում են, վարկաբեկող ինչ-որ բաներ են ասում, չգնահատող ու վատ։ Դաժան են, խստապահանջ, պահանջկոտ, անշնորհակալ են, ոչ մի լավ բան չես լսի, ոչ մի դրական գնահատական չես լսի։ Ինչ ուզում ես արա, մեկ անդրանք մի հատ վատաբանող բառ կասեն։ Կան այդպեսի մարդիկ, կան այդպեսի կիսուրներ, կան։ Ու դուք մտածում եք, թե վաղը պիտի արժանապատիվ ծերություն ապրեք։ Իշխող են ու վիրավորող։ Ստեղ նայեք։ Մշտապես ցավ պատճառող, միայն իրենցով ապրող ինքնահավան, դառն են։ Հիշում եք Աբիգայլին, որ իր ամուսնու համար Դավթի առաջ ասում էր, ինքը իր անվան պես դառն է, Նաբաղ նշանակում է դառը։ Այսինքն դա էլ մարդու վիճակ էր։ Արդյոք սրանով նրանք չեն հավաքում իրենց ծերության վարձը։ Ես կարծում եմ ինչ որտեղ այո։ Նա, ով այսօր չի ապրում արժանապատիվ կյանք, կամ չի ապաշխարում, եթե իր վիճակը այդպիսին է, վաղը նա ունենալու է անարժանապատիվ ծերություն։ Հիմա մի օրինակ բերեմ հարբեցողների վրա։ Ընտանիքներ կան, որ ունեն հարբեցող ամուսին կամ որդի, կամ կին, դա էլ չի բացառում, թեկուզ քիչ, Հայաստանում շատ քիչ, բայց օրինակ Ռուսաստանում համատարած, այդպես չէ Ռուսաստան, խմող պիան են, խմեցին ծովն իրաց չոքերից, հա։ Հիմա դուք հավատում եք, որ հարբեցող մարդը կարող է արժանապատիվ ծերություն ստեղծել իր համար։ Երբ որ նա արժանապատիվ կյանք չունի ու վերաբերմունք իր ընտանիքի հանդեպ, նա չի կարող արժանապատիվ ծերություն ապահովել։ Հարբեցող մարդու ընտանիքը լինում է սոված, միշտ պակասության մեջ։ Հարբեցող մարդը իր ընտանիքի բեռն է եւ ամոթը։ Երեխաները ամաչում են այդպեսի հայր ունենալու կամ մայր կամ հարազատ ունենալու համար։ Նրանք միշտ զրկված են։ Նրանց տանը ամեն ինչ միշտ պակաս է։ Կան հարբեցողներ, որ դե այդքան փող չունեն, որ սպիրտային խմիչք գնեն խանութներից, սկսում են դեղատներից տեխնիկական սպիրտ տանել խմելու։ Այս սպիրտները կենցաղային սպիրտ չեն, տեխնիկական սպիրտ են, որտեղ ավելի էժան է։ Մի ապտեկայի աշխատող պատում ասում էր, մեկ եկավ մոր համար ցավազրկող առնելու, հանեց կոպեկներն էր հաշվում։ Ասեցի, ինչ որ ցավազրկողից տամել է, երկու տեսակի կա էժան շատ քիչ ազդող, կամ մի քիչ թանկ է, բայց շատ էֆեկտիվ, արդյունավետ։ Ասեց, ինչ արժի, դե որ կինո ասի, ասեց, չէ, այն էժանից դու մի հատ էլ սպիրտ դու։ Այսինքն այդ մամաներ կամ պապաներ, որ փոքրուց խնամե, օրորե, ոչինչ չի խնայե իր կյանքը, իր ժամանակը, իր արտասուքները, իր վերաբերմունքը, իր քաղցրությունը, չէ, իր անկուն գիշերները, բայց
Բարդ ծանր թեթև անում կոպեկներով, որ իր սպիրտը չպակասի։ Դուք հավատում եք, որ այդ մարդը կարող է վաղը արժանապատիվ ծերանալ, եթե ծերանա։ Ասեմ, այդպեսիները չեն էլ ծերանում։ Օրինակ թմրամոլները։ Մեր գյուղը անգամ արդյոք ռեկորդակիր է այդ հարցերում, եւ երիտասարդության մեջ շատերը կա, որ այս թմրամոլ են։ Կամ ձեր մեջ էլ իմ ապաշխարել եք, ապրեք, շատ լավ է, բայց մի ժամանակ դուք եք այդ ուրիշ բառով չասեմ, կներեք այս բառը արտահայտելու համար կայֆը օգտագործում։ Կայֆ այդ հաճույք բառն է։ Բայց հանկարծ գալիս են օրեր, որ դրա հետևանքը երևում է քո երեխաներից կամ ինչ-որ մեկի կամ թոռներից ինչ-որ մեկի հետ կամ մի քանիսի հետ, որ նրանք ծնվում են հաշմանդամ կամ մտքից կամ մարմնապես։ Դուք հավատում եք, որ թմրամոլը կարող է ունենալ արժանապատիվ ծերություն։ Ես չեմ հավատում։ Այդ ընտանիքն էլ կդառնա հառաչող։ Չգիտի ինչ անի, լաս լինի, թե ուրախանա դրա վրա։ Եվ հանկարծ այդպեսի մարդիկ բանտերում են վերջացնում իրենց կյանքը։ Կամ, որ ասում են, լոմկա են ընկնում, չունեն դրամական միջոցներ իրենց այդ փաթեթները գնելու համար, կամ կանեփի տերևները, սկսում են այդ արատով տանջվել։ Նրանք ընդունակ են եւ խաբելու, եւ գցելու, ինչի ասես ընդունակ են, ամեն ինչ կանեն վաճառքի, անգամ իր ընտանիքը, մենակ թե ինքը կարողանա այդ միջոցներով ապահովել։ Դուք այդպիսի մարդկանց համարում եք արժանապատիվ մարդ, ոչ, նրանք արժանապատիվ ծերություններ չեն կարող ունենալ, թող չվիրավորվեն այդպիսիները, այլ սթափվեն, որովհետև ժամանակը կարճ է, կյանքը մի անգամ տրվող, փրկությունը հավիտենական կյանքը դարձյալ մի անգամ տրվող, որը դու կարող ես ունենալ կամ չունենալ։ Ուրեմն հետո շատ անգամ մարդիկ զարմանում են, ոմանք ասում են, ինչի իմ հետ չեն ուզում ապրեն, ինչի են ինձնից հեռու մնում, ինչու են խուսափում ինձնից, անգամ իմ ընտանիքի անդամները։ Բա դու ինչ էիր ուզում անեին։ Չեմ գովում, որ այդպես է, բայց երբեմն պատահում է, որ դու վաստակել ես դա։ Երկու արադատ հայրը կամ մայրը պարկած անկողն տառապում էր հիվանդությունից, դու ափսոսում ես բժշկի տանելու, հիմա պահանջում ես, որ քո երեխեք քեզ բծախնդիր, հետևեն, չէ՞, շատ ուշադիր լինեն քո նկատմամբ։ Ինչու դու այդպես չէիր քո ծնողի նկատմամբ։ Արդեն եկավ քո անձի հերթը, հիշեցիր, որ Աստված պատվիրել է, որ դու քո ծնողներին հարգես ու պատվես։ Այո, դու հարգիր պատվիր, մի նայիր նրա արածին, բայց դու ճիշտ չես վաստակել այն։ Ուրեմն այսպեսով մենք կարող ենք Աստծո խոսքից ասել, որ մարմնի համար ցանողները ապականությունն են հնձելու, իսկ հոգու համար ցանողները հնձելու են հավիտենական կյանք։ Ուրեմն ապականություն քաղում ենք մենք, որովհետև մարմնի համար ցանեցինք, իսկ հոգու համար ցանողները հավիտենական կյանք։ Մեր վարձքերը դառնում են շատ տարբեր։ Ուրեմն կարող եք համաձայնվել ինձ հետ, որ ծերությունը դա միայն տարիք չէ։ Ծերությունը նաև մեր կյանքի կուտակած պտուղն է։ Եվ մեր այս տարիներին մենք կերտում ենք մեր վաղված ծերանոցը։ Ծերանոց լայն իմաստով, երկու իմաստով, առաջինը ծերանոց ուղիղ իմաստով են ծերանոցում, հաշմանդամների տանը, երկրորդը քո տան ծերանոցում, որովհետև դու կարող ես քո տան մեջ ապրել, բայց նույն ծերանոցի ծերի կարգավիճակով, որովհետև քո հետ սկսում են այդպես վարվել։ Մտածեք ձեր վաղվա վրա։ Այդ վաղը հեռու չի։ Լեռներից այն կողմ չի, սարի հետևում չի։ Այդ վաղը անմիջապես է, դուք չեք հասկանա ինչպես դուք տարիները անցան դու ու ծերացաք։ Ես չգիտեմ ոնց հասա 70 տարիքի։ Ես գիտեմ 3 էր, ես գիտեմ 3-վա մանուկն էի։ Ձեր տարիներն էլ կանցեն։ Ուրեմն արժանապատիվ ծերությունը պատահական չի ծնվում կամ ինքնաբերաբար, ուրեմն այն ինչ է լինում, այն այսօր քո ցանված սիրո, իմաստության, խոնարհության ու հավատարմության վարձքն է քո ծերության օրերում։ Եվ Աստված կապահովի այն, եթե դու այսպես ես մեծանում։ Ուրեմն արժանապատիվ ծերությունը դա պարզապես երկար ապրելը չէ, այլ քո կյանքի վերջում դու հառաչելով ես
մեռնում, թե խաղաղությամբ քո հոգիդ անցնում ես քո ստեղծող Աստծուն։ Այո։ Ոմանք ծերություն համարում են որպես իմաստություն, ծերությունը համարում են ձեռքբերումներ, համարում են հասունություն, համարում են մեծ փորձառություն, եւ դա ճիշտ է։ Այո, դա դրական է, այդպես է, բայց ոչ բոլորի համար։ Բոլոր ծերերը չեն, որ այդպես են։ Իսկ ոմանք ծերությունը համարում են տկարություն, համարում են խելացնորություն, համարում են անգամ նույնիսկ ավելորդություն։ Երբ որ դու սկսում ես կոնտանեկում քեզ ավելորդ ես գալ։ Ոմանք միշտ երիտասարդներին համարում են ուժեղ։ Երիտասարդները իսկապես ուժեղ են, բայց ինչով են ուժեղ։ Եվ արդյոք Աստվածաշունչը, որ ասում է երիտասարդներ դուք ուժեղ եք եւ հաղթեցիք չարին, դա վերաբերում է նրանց ֆիզիկական մուսկուլներին, դες մկաններին, թե դա հոգու ուժեղության մասին է խոսում։ Բայց կարող է երիտասարդ լինել մարդը տարիքով հոգով տկար, մարդը լինել տարիքով մեծ, բայց հոգով ուժեղ։ Եվ Հովհաննեսը, որ գրում էր ձեզ երիտասարդներ գրեցի, որովհետև դուք զորավոր եք, Աստծո խոսքը բնակում է ձեր մեջ եւ դուք հաղթեցիք չարին։ Առաջ Հովհաննես 2:14։ Սա գրում էր ծերացած Հովհաննեսը։ Մի զառամյալ ծեր ունի, բայց դա չէր նշանակում, որ նա իր մեջ չուներ այնինչ ցանկանում էր երիտասարդներին, այլ կյանքի փորձից ելնելով, որովհետև իր մեջ այդ հասակում էլ կար եւ ուժ, եւ զորություն, եւ Աստծո խոսքը բնակվում էր նրա մեջ առատապես։ Ուրեմն սա շատ կարևոր է մեզ համար, որ մենք դառնանք ուժեղ եւ հաղթող։ Եվ յուրաքանչյուր մարդ այս կյանքից հեռանում է թողնելով իր կյանքի հետագիծը, կամ այսպես ասած մեր անցած կյանքի պատմությունը։ Եթե վերցնեին գրիչ ու գրեին, իսկ գրվում են, գիտեք, հրեշտակները, քո հրեշտակը քո կյանքի ամբողջ ամեն օր, ամեն ժամ ու րոպե վայրկյան գրում է, որ մի օր դատաստանորը պետք է բացվեն գրքեր։ Այդ ինչ գրքեր են բացվում։ Նախ առաջինը քո կյանքի գիրքն է բացվում, երկրորդ նաև երկնքի կյանքի գիրքն է բացվում։ Դրանք պետք է համեմատվեն իրար հետ։ Եթե արանքում բացակայում է Քրիստոսի արյունը եւ ապաշխարությունը, դուք հայտնվես քո արած հանցանքների պատասխանատվության շարքում։ Բայց եթե ապաշխարում ես, հայտնվում ես ներվածների, փրկվածների, Քրիստոսի արյան մաքրվածների կարգավիճակի մեջ։ Ուրեմն, ոմանք կյանքի ոչ մի հետագից չունեն։ Այդպիսի մարդիկ կան։ Ծնվում են, այս աշխարհը չի զգում իր ներկայությունը երկրի վրա, մեռնում են, այս աշխարհը չի զգում նրա բացակայությունը։ Այսինքն մարդը լինում է անկշիռ մարդ, որի գալն ու եթալը ոչ զգացին, ոչ էլ իմացան։ Նրանք կմոռացվեն անհիշատակ եւ թաղումից մի քանի օր հետո կամ մի շաբաթ կամ մի ամիս հետո քո հարազատներն էլ կսկսեն մոռանալ։ Ոմանց անգամ թաղման ժամանակ մոռանում են։ Եղել է թաղումներ, կանգնած առանցին ասում, խոսում, ծիծաղում են, այնտեղ մերել դրածա հարազատները լացում են, իրանք այնտեղ ասում, խոսում, ուրախանում են։ Գիտեք ինչ համար, որովհետեւ քո համար այդ մարդը արժեք չի ներկայացրել։ Այսինքն այդ պահին անգամ քեզ մոռացել։ Հասկանալի է։ Ոմանք հիշվեն որպես տխարչակ վատ համբավ ունեցող մարդիկ։ Օրինակ ասենք արյունարբու քաղաքական գործիչներ։ Եղել են այդպիսիներ, թե ոչ։ Անցան գնացին։ Ես մի ֆիլմ էի նայում Նիկոլայ Ցարի մասին, իրական վավերագրական ֆիլմ էր էլի, թե ինչպես հեղափոխականները 10 չգիտեմ որ թվին հեղափոխությունից հետո Նիկոլայ Ցարին բռնեցին ընտանիքի հետ միասին։ Լավ, Նիկոլայ Ցարին ինչ արեցին, պատժեցին, նայել էր եղել արյունարբու թագավոր։ Բայց իր ընտանիքի անդամներն ինչով էին մեղավոր, երբ որ իրականում չեկիստները հավաքել էին այդտեղ, մտան մեծ ու փոքր երեխաներին էլ հետը գնդակարեցին ու դուրս եկան։ Նրանք էլ ունեցան կյանքի հետագից։ Մնաց կոմունիզմը, մնացին քաղաքական գործիչները, մնացին քաղաքական կուսակցությունները, բոլորն էլ եկան անցան ու դեռ կգան ու կանցնեն։ Բայց դու մի հետագից ես թողում քո անձնական կյանքի համար, ինչպիսին, սրա վրա մտածիր։ Թագավորներ եկան գնացին,
Ներոնի պես արյունարբու մարդիկ թողեցին վատի տակից, դավաճաններ, մատիչներ, չարագործներ եւ այլն։ Նրանք էլ թողեցին իրենց հետևից մի պատմություն, կամ պատվի, կամ անարգանքի։ Իսկ ոմանք ունեցան լավ հետագից, եւ նրանց գործերը կհիշվեն իրենց մահից հետո անգամ։ Մի քանի օրինակ ուզում եմ բերել։ Խնդիրս այս օրինակները ինչ որ ոմանց բարձրացնել, ցածրացնելը չէ, այլ իմ падգամը ուզում եմ սրանով հասկանալի դարձնել։ Եղան գիտնականներ, ովքեր իսկապես գիտական մեծ գործեր թողեցին իրենցից հետո, եղան գիտնականներ, որոնք մենակ աշխատավարձ ստացան։ Չկան լիքը։ Գիտնականներ 1000-ը կա, բայց գյուտարար մարդիկ հատուկ են։ Ում անունը կմնա հիշվի։ Հազարավոր բժիշկներ կան, որ հազարավոր կյանքեր փրկեցին։ Բայց բժիշկներ կան, որ հազարավոր դոլարներ աշխատեցին։ Սրանք տարբեր են իրարից թե ոչ։ Հավատի տիտաններ կան, ոմանք հազարավոր մարդկանց փրկության պատճառ դարձան, ոմանք պրոստո իրանց պագոնները բարձրացրեցին կամ իրենց կարդինալության աստիճանը, որ այն կարող է լինել մեր նման եկեղեցիներում։ Բանաստեղծներ կան, որոնք մենակ թղթեր մրոտեցին, կան բանաստեղծներ, ովքեր մեծ գործեր գրեցին։ Մի երկու օրինակ ուզում եմ ասել։ Օրինակ Պողոս առաքյալին հիշում են հազարամյակներ ու դեռ կհիշեն էլի հազարամյակներ, եթե կյանքը շարունակվի, մինչև աշխարհի վերջը։ Համոզված եք, Պողոսի անունը չի ջնջվում։ Հուդային էլ կհիշեն, հազարամյակներ հիշում են ու դեռ կհիշեն, բայց որպես դավաճանի ու մատնիչի։ Պողոս եւ Պետրոս անունները հազարավոր մարդիկ դնում են իրենց երեխաների վրա։ Հուդայի անունը ոչ մեկը չի դնում։ Հուդա անունը իրականում սիրուն անուն է, կոչվում է գոհություն, բայց չեն դնում, որովհետև Հուդա ասելով միշտ մարդիկ հասկանում են դավաճանություն կամ մատնություն։ Այսինքն սա էլ մի հետագիծ է։ Մեսրոպ Մաշտոցը եղել է մեր հայ գրերի ստեղծողը։ Հիմա ոմանք կարող ասեն, «Աբդի ինչ հարի է, որ 36 տարը գրել էլի, այն 3 տարն էլ հետո են ավելացրել»։ Բայց չեն հասկանում, որ այդ 36 տարով ստեղծվեց գիր ու գրականություն, հայ ժողովրդի պատմություն, հայ ժողովրդի մշակույթ, թարգմանվեց հայերեն Աստվածաշունչը մեզ հասկանալի, կերտվեց հայոց լեզու։ Մեսրոպ Մաշտոցի անունը այդքան կարևոր անուն չէ։ Մարդ էր, բայց թողեց մի բան, որ ազգու ժողովուրդն է հասկանում եւ գնահատում դա, ու կգնահատի, քանի դեռ երկրի վրա մի հատ հայ կա մնացած, Մեսրոպ Մաշտոցի անունը դեռ կմնա այդ մարդու սրտում, մտքում, շուրթերին։ Եղիշե Չարենցը ունի շատ բանաստեղծ գրքեր այդպես, ես չգիտեմ քանի հատ, բայց որ ասում են Եղիշե Չարենց, ես մենակ հիշում եմ Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը, որը իմ դասագրքում եղել է փոքր ժամանակ, մարդ, որը կարողացել է 16 տողով արտահայտել իր սերը իր հայրենիքի բնությանի քարի ու թփի հանդեպ անգամ։ Մի քանի բան ասեմ։ Արևահամ բարդն եմ սիրում, լացակումած լարն եմ սիրում, հեզաճկում պարն եմ սիրում, հազարամյա քարն եմ սիրում, իմ Հայաստանի յարն եմ սիրում, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Սրանք հայրենասիրական արժեքներ են։ Շատ մարդիկ մոռացվեցին, բայց այս մարդը մնաց, որ ես մի բանաստեղծություն լինի, դա էլի բավարար էր։ Սիլվա Կապուտիկյանը եղել է իսկապես մեծ բանաստեղծուհի կին։ Նա էլ ունի շատ գործեր, բայց ես նրան միշտ հիշում եմ մի բանաստեղծությամբ, Խոսքին որդուն։ Մեր դպրոցական դասագրքերի գրականության առաջի էջին հենց դա էր Խոսքին որդուն, դասիր որդիս պատգամ որպես սիրող կոմոր, խոսքը սրտանց այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանց։ Չշարունակեմ, ես գիտեմ այդ բանաստեղծությունը անգիր գրեթե, բայց միտե կարելի է մոռանալ այդպիսի բաները։ Ինչ է։ Այդ ոչինչ ծերության նշանն է։ Ինչպես կարելի է մոռանալ Հովհաննես Թումանյանին, ինչպես կարելի է մոռանալ Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Շիրազին ու եւ այլն։ Խնդիրս այս մարդկանց բարձրացնելը կամ ցածրացնելը չէ։ Այսինքն մարդիկ, որոնք ունեցան հետագից ինչ որ բան թողեցին իրենցից հետո։ Իսկ ես ու դու ինչ ենք թողնում մեզանից հետո։ Նրանց թողածը այս կյանքի համար էր,
բայց հավիտենական կյանքի համար ասեմ, իսկ հոգևոր մարդկանց թողած արժեքները, նրանց անունները կհիշվեն հավիտյանս հավիտենից։ Իսկ մեզ երբեմն մտածում եմ, ասում եմ ոմանցս կհիշեն մարդիկ մենակ մեր տապանակարերի վրա նկարած մեր ծուռ վիզ նկարներով։ Ես շատ եմ տեսել տապանակարերի վրա, ասես խեղ ծուռ վիզ, ընդամենը այդ։ Ոմանց էլ կերու խումի սեղանների բանով են նկարում, բայց մեկ այնտեղ ոչ ուտում են, ոչ էլ խմում են։ Ուրեմն եղան ոմանք ուրեմն ովքեր ընդհանրապես չծնվեցին, եղան թե չեղան։ Խիստ չեմ ասում, որ անդադ ցավացնեմ, թե ինչի չծնվեցին, դուք շատ լավ գիտեք։ Ոմանք մահացան ծննդատանը, ես կյանքից ոչինչ չհասկացած, ոտքը դեռ կյանքի շեմին չդրած։ Երեխա են, մահացան տարբեր պատճառներով։ Ոմանք մանուկ հասակում մահացան, ոմանք դժբախտ պատահարներից մահացան, ոմանք հիվանդություններից մահացան, ոմանք պատերազմներում մահացան եւ այլն։ Մահացան մարդիկ։ Իսկ դու սիրելի իմ քույր կամ եղբայր նստած ես այստեղ ու ծերես համարվում, դու ապրեցիր։ Նույնիսկ ոմանք միջև խորը ծերություն, ոմանք արդեն 80-ի շեմն են անցնում, կան մարդիկ ովքեր 90, արդեն պլյուս 90-ից ավել, գուցե 100 եւ ավելին։ Դու հեչ քո ծերության համար Աստծուց շնորհակալ եղել ես։ Հիմա մեկը կասի ծերության համար էլ ասեմ շնորհակալություն, այո, հենց ծերության համար ասես շնորհակալություն, որովհետեւ բոլորը չէ որ ծերացան։ Մի օր ես եղբայրներից մեկին ինձնից էլ մի 4-5 տարի մեծ է։ Ասի ոնց է ծերուկ նեղվով։ Ասես ինչ ես ծերուկ եմ։ Այ ես մտածեցի, եթե ես ծերուկ եմ, բա դու ինչ ես։ Զգացի որ դուրս չեկա, վեր չշարունակեցի, ասի նեղվեց էլի։ Իսկ մարդը վատ ազգում որ իրեն ծեր են համարում։ Ինչի ծեր զգալը, վատ զգալու, այդքան ամոթ բան է ծեր զգալը։ Ծերությունը պատիվ է, դա հարգանք է, դա ձեռք բերում է, դա արժեք է։ Եվ որ ասում են ծերուկ, ծաղրանքով ոչինչ կարելի է նեղանալ, բայց դա նեղանալու տարիք չէ։ Օրինակ ես իմ համար եմ ասում, ես չեմ պայքարում երիտասարդ մնալ, ես պայքարում եմ ճիշտ մնալ։ Իսկ հատկապես մեր քույրերը ծերացած շատ են ուզում երիտասարդ մնալ։ Ասեմ, այդ ինչ որ դուք անում եք չի օգնում, մեկը դու մնում եք դրա տակի ծերացած, պարավը։ Դա չի փոխում ոչինչ։ Ուրիշ բան է, երբ որ մարդը կոսմետիկայով թերություններ է ծածկում դեմքի, կաները ասենք թերություն, հա, ծածկում ես, սխալ չէ, ոչինչ։ Ուրիշ բան է, որ քո տարիքն ես ծածկում, հա տարիքդ ինչ ես ծածկում։ Լա միտք ունես կարող է ամուսնանալ։ Եթե չէ, բա ինչի։ Ուզում ես երիտասարդ երևալ։ Երևացեք, ես պատմել եմ երիտասարդական մի պատմություն, թե ոնց մի հատ 90 տարեկան կնիկ ելավ ավտոբուս չելա կանգնել որ նստել։ Ասի չեմ ելնի։ Թող ինքը կայնի։ Որ ինքը իրան սարքել է 20 տարեկան, ես 40 եմ, այդ ժամանակ 40 տարեկան էի։ Ասի ես նստեմ, թող ինքը կանգնի։ Չնայած հետո այ թե մելա նստավ այդ պրոսոյ։ Ուրեմն ծերությունը գեղեցիկ բան է։ Ովքեր համաձայն են, թող ասեն այո։ Գեղեցիկ է եւ կյանքի նորմալ ձև, այնպես որ դիմավորենք ուրախությամբ թե ծերությանը, թե ավելացնեմ նաեւ մահվանը։ Մահվանն էլ դիմավորեք արժանապատիվ ձևով։ Մեկը այդ մահը կգա։ Մահն էլ է կյանքի մի ձև։ Ոմանց ժամանակավորից դեպի հավիտենականի, ոմանց մարմնավորից դեպի հոգևորի։ Ուրեմն պետք չէ վախենալ մահվանից, վախը մեկը չի օգնում, ընդհանրապես չի օգնում։ Ուզում ես վախեցի, ուզում ես մի վախեցի, կգա։ Ավելի լավ է դու գալիս ես, ես չես գալիս, արի։ Ես պատրաստ եմ, երկինք եմ գնում, Տիրոջ մոտ եմ գնում։ Ինչի պետք է վախենամ։ Թող ամբարիշտը վախենա, որ ոչ թե վախենանք մահից, այլ մահից հետո ինչ է լինելու դրանից։ Իսկ դրա համար պետք է ապաշխարել։ Ծերությունը անցման փուլ է։ Ես մի ժամանակ չէի աղոթում ծերերի համար։ Դրա կարիքը չէի էլ զգում, ասում եմ, դե համա ծեր այդ ծերացել է իր համար, ասենք, ինչ աղոթեմ։
Բայց երբ որ ես սկսեցի ծերանալ արդեն զգացի, ասի չէ, ծերերն էլ աջակցության կարիք ունեն։ Եվ որոշեցի ամեն օր, ես իմ ամեն աղոթքի մեջ անպայման պետք է հիշեմ ծերերին իմ հետևյալ աղոթքով։ Ես դա կարդալով ասեմ, որ չեմ ուզում խառնեմ, էլի, որ աղոթքի մեջ ոնց պատահի ասում եմ, բայց ասում եմ ձեզ մի քիչ կանոնավոր ասեմ, ես ինչ եմ զգում եւ ինչ եմ կամենում իմ բոլոր ծերացած եղբայր-քույրերին։ Ասում եմ Տեր, հիշիր իմ բոլոր ծերացած քույր-եղբայրներին։ Ուժ եւ կարողություն տուր եւ արժանապատիվ ձևով անցկացնենք մեր կյանքի վերջին ոչ պակաս կարևոր տարիները։ Ծերությունից մատերս էլ չի չորացել։ Օգնիր, որպեսզի մենք առանց տկարությունների ու արատավոր սխալների վերջացնենք մեր պանդխտության տարիները, մինչև որ վերադառնանք տուն, վերադառնանք հայրենիք, վերադառնանք քո լույսի, գեղեցկության, սիրո, քաղցրության, անմահության թագավորությունը, վերադառնանք քո ոտքերի մոտ ու քո գիրկը։ Օգնիր, որ մենք պատերազմենք մեր հավատի բարի պատերազմը, ավարտենք մեր ընթացքը եւ մեր հավատը պահպանած գանք տուն, վայելելու քո երեսի լույսը, եւ քո այն թագավորությունը, որտեղ տիրում է արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգիով, որ մտնենք քո հավերժության մեջ։ Լավ չէ՞ սենց։ Սրանց հետո ամեն օր ծերերի համար աղոթեք ձեր բառերով։ Ես իմ մտքով անցել, ձեր բառերով։ Նրանք չէ, գոնե ձեր աղոթների կարիքը զգում են։ Ձեր ասած մարդիկ կարող են նաև սխալներ էլ թույլ տալ, տկարություններ թույլ տալ, գուցե անմիտ բաներ էլ ասել։ Ծերությունն է դա, հասկանում եք։ Ձերը երեխայի է նմանում կամաց, ինքը կարող է մի բան ասի, անգամ չկշռադատված։ Դուք ըմբռնումով վերաբերվեք։ Մենք ծնվում ենք, սկսում ենք մեծանալ։ Ովքեր են հիշում իրենց մանկության տարիները։ Մի քիչ թեկուզ։ Էջ ովքեր են երգել մանկությունս հետ բերեք, ով սարեր, ծովեր, զով, չգիտեմ ինչեր, մանկությունը հետ կգա։ Չի գա։ Հրաշալի բաներ մանկությունը։ Ամեն ինչ կարելի է տալ մի շաբաթով հետ վերադառնալ դեպի մանկություն, բայց այս խելքով որ հասկանամ ինչ է այդ, էլի, որտեվ այն ժամանակ այն խելքով որ գնաս, էլի չես հասկանա։ Չմնացինք մանուկ, եկա պատանեկության շրջան։ Սա անսման փուլ է։ Սրա մեջ սխալ կա։ Ես չեք ասում, վայ, ես ինչ մեծացել ես, արդեն եկա մանուկ չես, արդեն պատանի ես, ուրախանում ես։ Պատանի չեն մնում, դառնում են հետո երիտասարդ, սա էլ անսման փուլ է։ Փուլից փուլ, հետո անցնում ենք միջահասակության շրջան, հետո ծերության շրջան եւ վերջապես, եթե հաջողվի, նաեւ խորը ծերության շրջան։ Ուրեմն սրանցից ոչ մի փուլ կորուստ չպետք է համարել, այլ ձեռք բերում։ Իսկ եթե ոչ, դու համարում ես կորուստ։ Խորհուրդ կտամ մի հատ երգ երգել, էսի երգել ենք ու ոմանք երգում են։ Երգի ջայել չես մնա, ծերություն կգա, աշխարհը փուչը քեզ էլ չի մնա։ Ուրեմն սա քո վերջը։ Եթե ընդամենը սա է քո վերջը։ Իսկ Պողոս Արաքյալն ինչ էր գրում 2 Կորինթացի 4:16-ում. Ուստի մենք չենք թուլանում, որովհետև թեև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրից օր կամ օրից օր։ Մեր այս արտաքին մարդը քայքայվում է իմ սիրելի ծերացած քույրս ու եղբայրս, բայց իշիկո ներսի մարդն է զորանում ու կերտվում, բարձրանում, աճում, հասունանում Քրիստոսի կատարյալ հասակին։ Այս սրա վրա պետք է մենք մխիթարվենք եւ ուրախանանք։ Ծերությունը դա պարգև է։ Հիմա կոսիկ ծերությունն էլ է պարգև, այն էլ ոնց։ Տեսեք ինչ է գրված Առակաց 16:31-ում. Սպիտակ մազերը փառքի պսակ են, երբ գտնվեն արդարության ճանապարհի մեջ, կամ երբ ճերմակել են արդարության ճանապարհի մեջ։ Սպիտակ մազերը ինչ են? Փառած պսակ։ Երբ այն ճերմակել է արդարության ճամփաների մեջ, ոչ թե ուղակի պրոստ սպիտակել է։ Դրա համար ասում եմ իմ սիրելի քույրերը հատկապես, որովհետև եղբայրների մեջ դες մարդ չկա, անչիկ ձեր մազերը ծածկում այդ սուտ քողի տակ, որ երևակ ավելի գեղեցիկ, այդպես ավելի գեղեցիկ չեք, ես կասեմ, ձեր գեղեցկությունը ձեր սպիտակ մազերի մեջ էր, կամ է, դժվար չէ, մի ամիս դու այդ ներկը մի օգտագործեք, ծերանակ, գկակ ստեք նստեք, պատվավոր, ուրիշներ քելինք ասի տատի ջան, արի նստի։ Ես մտա խանութից Իվանի արդում, ահագին աղջիկ էր, պապի ջան, այդ հենց պապի ջան էր ասում, իմ ինչ որ ոսի,
Եկ աղջիկը ուրի մի իր աչքին պապի ջան եմ, բայց այնքան հաճույք զգացի այդ պապի ջանից։ Հել ասի ինչ հաճելի էր իմ համար այդ պապիկ ջան դիմելաձևը։ Ագնարկը ստեղ հասավ թե չհասավ չգիտեմ որ օդի մեջ գնաց, բայց կարող եմ մեկի վրա ազդի։ Ուրեմն նման ծերությունը սպիտակ մազերով ծերությունը նշանակում է անցած ճանապարհ, նշանակում է հարուստ փորձ, ձևավորված ճշմարիտ հավատք։ Սա վստահ եղեք, որ այդպես է։ Եվ սա միայն քո պսակի վերջը չէ, այլ նաև շարունակությունը։ Եվ իմ սիրելի զերացած քույր եւ եղբայր, մի հորդոր ունեմ ձեզ, քո դեմքի ամեն մի կշիռ, ամեն մի կնճիր կներեք, ինչ որ մի ուղի ու ճանապարհ է հիշեցնում։ Ամեն մի կնճիր մի հատ ձեռագիր է, ինչ որ մի պատմություն անցած, դրանք արժեքավոր բաներ են։ Կնճիրներից էլ մի վախեցեք։ Մի տարեք պլաստիկ ցեկման չի օգնում։ Մեկ հատ ներսից դուք մնաք նույնը։ Ուրեմն Աստված երբեք չի թողնում իր ծեր ծառաներին։ Ես ասի մարդը կարող է մի օր թողնի, մի օր կարող է բեռը լնես քո ընտանիքի համար անգամ, բայց Աստված քեզ կերիկով չի տանում միտեղ քցի ու քեզնից ազատվի։ Աստված իր գիրկն է առնում քեզ իր թակավորություն տանելու, իր սերը քեզ հայտնելու։ Դու այդպես պարաված կնճիրոտ ու նորից Տիրոջը հաճելի ես, գեղեցիկ ես ու ընդունելի։ Քո սպիտակ մասերը գնահատված են Աստծո աչքերին եւ դրանք փառած պսակ են։ Պսակը չեն ծածկում։ Մեդալները օրինակ, այս մայիսի 9-ին տեսա են հայրենական պատերազմի վետերանների մեդալները են շարած։ Ուզում են այդ իրանց պսակն է, ուզում են ցույց տալ, բայց քո պսակը չես զոր ցույց տաս երևա։ Ահա։ Եսայա 46:4 գրված է. «Մինչև ծերությունը ես նույնն եմ եւ մինչև ճերմակելը ես ձեզ կկրեմ, քեզ կկրեմ»։ Ոչ թե կերիկով, ինչպես ասացի, այլ իր կրկում։ Ուրեմն այստեղ կարևոր է ոչ թե Տերն ասում է թե քեզ քո երիտասարդ ժամանակ քեզ հետ էի ծերության օրերում ինձ պետք չես, այլ Տերը մեզ հետ է նաև մեր ծերության օրերում։ Ուրեմն կարևոր է ոչ թե մենք ինչքան ապրեցինք, այլ ինչպես ապրեցինք։ Ժողովրդական մի խոսք կա, մի քիչ առաջ Ռոզան Քուրնել եկավ ասեց ոնց ես, ասի ստարս նիրադես։ Բայց այսինքն ծերությունը ուրախություն չէ։ Բայց եթե դու առանց Աստծո ես ու ծերացել ես, իսկապես դա այդքան էլ ուրախություն չէ։ Ինչու՞, որովհետև ուժերդ պակասում են, անցյալը չի վերադառնում, ապագան անորոշ է։ Եվ դու մնում ես ընդամենը քո տարիքի մղձավանջի մեջ։ Եվ անավատի համար Եսայա 57:21-ն ասում է. «Խաղաղություն չկա ամբարիշտների համար, ասում է իմ Աստված»։ Եվ իսկապես ամբարիշտի համար խաղաղություն չկա եւ ոչ մի լավ հույս էլ չկա։ Եվ եթե դու ամբարիշտ ես, ապաշխարի։ Իսկ հավատացյալի համար ի տարբերություն ամբարիշտի, թեկուզ հավատացյալի ծերությունն էլ ուրախություն չէ, ունի իր հետ բերած իր տկարությունները, դժվարությունները, բայց նա կյանքով անցած ամբարված հարստություն է, հարստություն արդեն ոչ թե քո, այլ երիտասարդների համար, ովքեր կկարողանան քո կյանքից ճիշտ դասեր քաղել իրենց համար, ձեր սխալները երբեք չկրկնելու։ Մենք որ սովորում ենք Մոսկվայում մեր ուսուցիչը մի լավ բան էր ասում, ասում էր Երանի ձեզ, ես շատ բաներ ձեռք բերեցի հոգևոր կյանքում իմ անկման ու բարձրացման սխալների վրա։ Երանի ձեզ, որ դու կարող եք սրա վրա ճիշտը շարունակել կառուցել։ Պարզ է։ Աստծո ծերությունը օրհնություն է, ով կասի այո։ Աստված քո կյանքում ներկա է, կյանքը արդեն իմաստ ունի, մահը քո համար այլևս քո գոյության վերջը չէ։ Տերն ասում է. ես քեզ հետ եմ մինչև ծերություն, ինչպես կարդացի Եսայա 46:4-ում։ Ուրեմն կան երկու տարբեր ծերություններ, առաջինը Աստծո հետ, երկրորդը առանց Աստծո։ Ուրեմն առանց Աստծո ծերությունը վախով է հոգսում, ափսոսանքով, դատարկությամբ։ Աստծո հետ ունեցած ծերությունը խաղաղությամբ, վստահությամբ ու սպասումով, ոչ թե մահվան, այլ հավիտենական կյանքի։ Աստված հարգում է ծերությունը։ Դուք էլ հարգեք ծերությունը։ Ղևտացիների 19:32 պատվիր ծերերին եւ սպիտակ մազերի առաջ ոտքի կանգնիր։ Սիրելի երիտասարդ, պատվիր ծերերին եւ սպիտակ մազերի առջև ոտքի կանգնիր։ Ուրեմն խորհուրդ եմ տալիս պատվել ձեր ծերացած ծնողներին,
կամ ձեր ծերացած պապիկ տատիկներին, եթե նրանք դերևս կան։ Հիշեք, նրանք ձեզ հետ ապրելու կարճ ժամանակ ունեն, շատ կարճ։ Կանցնի մի ակնթարթ ու կտեսնեք, որ նրանք այլևս ձեր հետ չեն։ Եվ որևէ բան, որ նրանց համար կանեք, հառաչելու մի արեք, որովհետև հետո շատ եք կարոտելու նրանց։ Օրինակ ես հիշում ասում եմ, հիմա ասում եմ Երանի թե իմ հայրս, մայրս հիմա ողջ լինեին։ Նրանց համար ես ոչինչ չկարողացա անել։ Այնպես կուզենայի պապիկս, տատիկս ողջ լինեին։ Այդ այ պապիս գրկեի նստեի մոտ պապս իրեն հին հեքիաթներից պատմեր, որ պատմեր, որ մենք սիրում էինք լսել։ Բայց չկա, այլևս դա չի կարող հետ վերադառնալ։ Դուք հիշեք, որ դուք էլ այդ օրերը միշտ չէ որ կունենաք։ Երկարակեցության երկու էլի տարբեր տեղեր կան, բայց սրանք շատ ավելի այսպես դիպուկ խոսքեր են գրված, կարդամ երկարակեցության գաղտնիք, ով է ուզում երկար ապրել, երիտասարդներից եմ ասում, ծերերից չէ։ Ով է ուզում երկար ապրել։ Վատ բան չի, ուզեք երկար ապրել։ Բայց ասում է, պատվիր քո հորն ու մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն, այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը քեզ պիտի տա։ Սա ասում էր Իսրայելին։ Պատվիր քո հորը եւ մորը։ Իսկ դուք պատվում եք։ Տաներկա տենց է, ծնողները տենց են։ Երկրորդը, առաջ Պետրոս 3:10, ով կամենում է կյանք սիրել եւ բարի օրեր տեսնել, թող իր լեզուն պահի չարից եւ շրթունքները նենք խոսքերից։ Կամ քո լեզուն լրացրու չար բաներ խոսելուց։ Այստեղ ասում է ոչ միայն երկար ապրելու մասին, այլ բարի օրեր տեսնելու մասին, որովհետեւ դու կարող ես երկար ապրել հանկարծ ու բարի օրեր չտեսնել։ Դու երկար ապրես, բայց Տիրոջը չտեսնես։ Դու երկար ապրես, բայց հավիտենական կյանքը չտեսնես։ Հետո ինչ որ երկար ապրեցիր։ Մեջն ինչ կար։ Դու գնացիր այս կյանքից տարիներով հարստացած, բայց Քրիստոսով աղքատ ու դատարկ։ Հիմա հորդոր ծերերին։ Գիտեք, մեր կյանքը, բոլորիս կյանքը նման է մի օրվա։ Օրը կազմված է առավոտ, կեսօր եւ մայրամոտ։ Առավոտը քո այդ վաղ շրջանն է մանկական, այդ կեսօրը քո միջահասակ ժամանակներն են, մայրամուտը քո ծերությունն է։ Ինչպես մի ծաղիկ, որ ունի եւ արմատ, եւ ցողուն, եւ ծաղիկ։ Բայց դրանից այն կողմ էլ ոչինչ չի լինում։ Բայց այստեղ հարցը այն է, թե ինչպիսին է լինում քո մայրամուտը։ Մայրամուտ կա, որ դրանից հետո մութ գիշերը անաստղ երկինք, խավար, թանձր խավար։ Մայրամուտ կա, որ բացվում է եւ լուսավորվում Աստծո հավիտենության մեջ, Աստծո լույսի թագավորության մեջ։ Այս մայրամուտը կուզենամ, որ մենք ունենանք։ Ուրեմն, չբավարարվենք երկար ապրելու համար միայն, այլ մենք մտածենք, ինչպես ապրեցի ես իմ կյանքը։ Որ երկար ապրեցիր, լավ արեցիր, բայց ինչպես ապրեցիր, սա ավելի կարևոր է։ Որ սպիտակ մազերը մեզ համար դառնա ոչ թե տարիք միայն, այլ նաև անցած ճանապարհ, որպես պսակ Աստծո առաջ։ Հիմա արագ ես մաներ կարդամ մի քանի օրինակներ այս տիպի մարդկանց մասին, համառոտ կասեմ, շատ չեմ ձանձրացնի, որտեղից մենք տեսնենք, արդյոք ծերությունը ինչ էր նրանց համար։ Մաթուսաղան ապրեց 969 տարի։ 969 տարի։ Ես չեմ կարող վատ կամ լավ ասել այս մարդու հասցեին, որովհետև չկա ավելի շատ տեղեկություն գրված, բայց գրված չկա նաև, որ ինքը Աստծո հետ քայլեց կամ հակառակ քայլեց։ Չեմ կարող հետևություններ անել, բայց եթե հանկարծ այդ 969 տարի նա ապրել է հանկարծ առանց Աստծո, ուրեմն ինքը ընդամենը տարիներ ունեցավ կյանքի եւ ոչ թե պատվարժան ծերություն։ Համաձայն եք ինձ հետ։ Բայց եթե նա իսկապես Աստծո հետ է ապրել, արդեն սա արժեք է։ Ենովքը ապրեց 365 տարի։ Տեսեք ինչ է գրված։ Ծննդոց 5-րդ գլուխ 23-24-ում։ Ենովքի բոլոր օրերը եղան 365 տարի, եւ Ենովքը քայլեց Աստծո հետ եւ այլևս չկար, որովհետեւ Աստված նրան վերցրեց։ Ուրեմն Ենովքը ապրեց 365 տարի, 300 տարին գրված է Աստծո հետ քայլեց, եւ Աստված նրան վերցրեց ու նա երկրի վրա չէր գտնվում։ 365 տարին ավելի պատկառելի տարիք է։
Ինչ կարծիք եք, եթե համարենք ծերություն, այդ ծերությունը պատվարժան ծերություն էր։ Այո։ Մովսեսը իր սխալի պատճառով չմտավ Քանանի երկիր, բայց նա համարում էր Աստծո սիրելի։ Աստված նրա հետ 30 էր խոսում։ Նա անցավ կյանքի 120 տարիներ, բայց միևնույն է, նա պատվարժան մտավ Աստծո թագավորություն, պատիվ ունեցավ այլակերպան լեռա վրա Քրիստոսի հետ խոսելու Եղեայի հետ միասին։ Այսպես է վերջացնում կյանքը։ Առանց սխալ մարդ չկա աշխարհի վրա, անսխալ է մենակ Աստված, բայց սխալներից ապաշխարել կա, նորից վերադառնալ Աստծո գիրկը, վերադառնալ Աստծո լույսի ու ճշմարտության մեջ, սա է կարևոր։ Ապրեց 120 տարի, նրա աչքերը չտկարացավ։ Աբրահամ երկար սպասեց խոստումներին, անցավ փորձություններով, բայց հավատը չթողեց, դարձավ Աստծո բարեկամ, Աստծո սիրելի։ Մահացավ ծեր գրված է կյանքով լի կամ կյանքից կշտացած։ Գիտեք, ինչ է նշանակում կյանքից կշտացած։ Որ մարդը կուշտ ապրել է։ Ովքեր են սկի կուշտ կերել։ Հատկապես հարսանիքին, որ ինքան բանկան ասած կուշտ կերել ես, ասում եմ էլի կեր, ասում եմ տեղ չկա։ Մարդը կյանքից այնքան է կշտանում, որ ասում են էլ կուզես ապրես, ասում եմ էլ տեղ չկա։ Ուզում եմ գնալ Տիրոջ մոտ։ Այս է օրերից կշտացած վիճակն է։ Մի երկու օրինակ էլ ասեմ։ Պողոս Առաքյալի մասին մենք նրա մահվան մասին շատ քիչ բան գիտենք, որ նա նահատակությամբ մահացավ, բայց գիտեք, որ Պողոսը ինքն իրեն համարում էր ծերացած մարդ։ Մեկ-մեկ ես որ ասում եմ ծերուկս, ես ծերս, ասում են ինչ ծերից մի ասացին։ Պողոս Առաքյալը ապրել է ըստ տեղեկությունների 68 տարեկան հասակում։ Նույնիսկ 60-ից 68 սահմանն են բանանում, որտեղ տոշնի թիվ չկա։ 60 տարեկան իրան ասում էր, կարդամ որ համոզվեք, ավելի շուտ աղաչում եմ Փիլիմոնին ուղված 9-րդ խոսքում, ավելի շուտ աղաչում եմ սիրո համար ես ծերացած Պողոսս եւ այժմ նաեւ Քրիստոս Հիսուսի համար կապյալս։ Ծեր էր 60 տարեկան ասում էր ծերացած։ Այսինքն ծերացածը մենակ շատ ապրելը չէ։ Երբ որ մարդը հասունանում է, սա է։ Պտուղ կա, շատ արագ հասունանում ու ծառից ընկնում է, պտուղ կա դες քալմալ, տանձի տեսակայթում է մինչև գալիս է ծմեր, հələ այդ իմ նյատել տանես, տնես մառանում մնա, մինչև կամած մի քիչ կակղի։ Հիմա կարելի ասել թե ծիրանը լավ պտուղ չէ, շատ լավ պտուղ է, բայց ինքը շատ արագ է հասունում ու արագ է վերջանում։ Այսինքն տարիները դեռ շատ կարևոր չեն։ Եվ Պողոսը ինչ էր գրում 2 Թիմոթեոս 2:15-ում. «Ջանա, ինքդ Աստծո առջև քեզ փորձված ներկայացնել, իբրև մշակ, որ ամաչելու բան չունի, եւ ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում կամ շիտակ է մատուցում», գրում էր Տիմոթեոսին, երիտասարդ Տիմոթեոսին։ Եվ Պողոսի նման մարդիկ գնացին արժանապատիվ զերություն եւ Աստծո արժանապատվության մեջ։ Երկնքի արքայության։ Եվ ինքը գրում էր, չէ, բարի պատերազմեցի, ընթացքս ավարտեցի, հավատս պահեցի եւ ինձ ես ասում արդարության պսակը, որը Տերը պիտի տա ինձ ու նաեւ բոլոր նրանց, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Այսպես է պետք երկինք մտել։ Սիմոն Ծերունին գրված չէ քանի տարի ապրեց, բայց Աստծուց պատգամ էր ստացել, որ նա մահ պետք չտեսնի, մինչև որ տեսնի Մեսիային, տեսնի Օտյալին։ Երկար ապրեց, մինչև որ իր գիրկը վերցեց Հիսուսին ու ասեց հիմա Տեր խաղաղությամբ արձակիր քո ծառային, այսքել փոլա մնամ, ելս դե մնալու բան չկա, աչքերս տեսան քո փրկությունը։ Այսպես է պետք վերջացնել ծերությունը, որ Տերը քեզ պահի իր Օտյալին տեսնելու համար անգամ։ Դավիթն էլ ապրեց, շատ չապրեց, ես ասեմ։ Ճիշտ է, իր սխալների մասին շատ ենք խոսել, դրանք մի կողմ, կարևորը հիմա դա չէ, նա կարողացավ ապաշխարել, կարողացավ Տիրոջը գտնել, Տիրոջ հետ հաղորդակցությունը գտնել, մնալ Աստծո սիրելի, ու նորից Աստված դրանից հետո էլ Դավթի օրինակեր բերասեր, չեղա մեկը իմ Դավիթ ծառայի պես, որ իմ սրտի ուզածը անի։ Հասկանալի է։ Ուրեմն կարող է մարդնավոր մեղքերը ներվի, Աստված ջուրին ների, որ մարդը չի կարողանում ներել, բայց Աստված գնահատում մի բան քո ներսում, որ չի կարողանում դա ասել, լավ չէ։ Հակոբն էլ շատ երկար չապրեց, սխալներով ու եսի մինչերով լիքը, խափելով իր աղբորը 2 անգամ խափեց, մեկը անդրանիկություն, մեկը մանա
օրհնությունը առնելով։ Բայց միևնույն է նա մնաց նահապետների մեջ, աղոթքով վերջացրեց իր օրհնությունները խրատները իր զավակներին տալով։ Դավիթը մեռավ 70 տարեկան հասակում։ Այստեղ գրված է, որ Դավիթը թագավորեց եւ մեռավ լավ ծերության մեջ կամ խորը ծերության մեջ։ Այսինքն 70 տարին համարվեց այստեղ արդեն որպես խորը ծերություն։ Հիմա եթե ես ասեմ, ես խորը ծերացած զառամյալ ծերունի եմ, ռեպսի քույրիկ, մի ասա, ես լա 72 եմ, այսինքն դա նորմալ է։ Ու որ մեծ անգամ կասեն, տատիկ, մի վիրավորվեք։ Մեր ռեպսիկը մեքենացել էր պապի ջան, բայց ինքը տարիքով ռեպսիկից մեծ է։ Ամերա իր տարիքին։ Ասում նեղացա, ասեց, «Օ, պապի, ես պապի եմ»։ Ասի, ուղղակի մենք երբեմն մեզ երիտասարդ ենք զգում, մանուկ ենք զգում, չենք հիշում, որ ախր մենք մեծ ենք, իմ տարիքով մարդուն ասում է հոպար ջան, պապի ջան, դառնում ասում ես մեծ անձի ասում է հոպար կամ պապի։ Ոչինչ։ Կան անպատիվ ավարտվածներ։ Սավողը իր կյանքը վերջացրեց անպատվությամբ, լավ սկսեց ու վատ վերջացրեց։ Անկամ այն աստիճանի, որ Տերը Սամուելին ասաց, «Էլ մի աղոթիր նրա համար, ես նրան մերժել եմ»։ Ապրեց մոտ 70 տարի։ Սողոմոնը աշխարհի ամենաիմաստուն մարդը, ինչպես վերջացրեց իր կյանքը, վերջացրեց հիմարությամբ։ Լավ սկսեց, փայլուն սկսեց, բայց վերջացրեց կռապաշտության, կնամոլության մեջ։ Գիտեք ինչքան ապրեց Սողոմոնը։ Սողոմոնը ապրեց ընդամենը 60 տարի։ Նա 60 տարեկանում մահացավ, բայց իր կյանքը չհամարվեց արժանապատիվ։ Հեղին քահանայապետներ Իսրայելի ապրեց 98 տարի, բայց անեծք ստանալով մեռավ, որ Տերն ասաց, քո սերունդի մեջ ոչ ոք ծերացած չմեռնի, ամենքը երիտասարդ մեռնեն, որը այդպես էլ եղավ։ Քահանայապետ մարդ 98 տարի ապրես, ու քո այդ 98 տարին համարվի դատարկ տարիներ ասո առաջ անցկացված, փաստորեն ստացվում է, որ այո։ Հիմա վերջացնեմ։ Ուրեմն այս թվերը, որոնց մասին ես փոքր-ինչ ակնարկեցի, խոսեցի, ցույց է տալիս, որ կարևոր է ճշմարտությունը, ոչ թե մենակ երկար տարիներ ապրելու հաջողությունը։ Ոմանք երկար ապրեցին եւ պատվով ավարտեցին, ոմանք էլի երկար ապրեցին, բայց կորցրեցին ճիշտ ավարտը։ Ճիշտը ճիշտ ապրելն է։ Եթե մարդ 100 զավակ ունենա եւ շատ տարիներ ապրի, բայց նրա հոգին բարեկից չհագենա, ասում եմ, վիժվածը նրանից լավ է, Ժողովող 6:3։ Այսինքն տեսեք, այստեղ ինչ խիստ համեմատություն է ասում։ Եթե մարդ անգամ այդքան երկար ապրի ու հոգին բարեկից չհագենա, անկուշտ ապրի, ասում է վիժվածը իրենից լավ է։ Ինչու է վիժվածին ավելի լավ ասում։ Ասեմ ինչու։ Որովհետև վիժվածը չի տեսնում կյանքի ցավը կամ չի տեսել, չի ապրել դատարկություն, չի կրել անիմաստ կյանքի ծանրություն։ Ի վերջո վիժվածը կարող է փրկվել մի օր, գործ չունի նա, պետք է գա դատաստանում գործերով դատվում են, շնորհքով արդարանում։ Նրանք հնարավոր է Քրիստոսի շնորհքով արդարանան, բայց 100 եւ ավելի տարիներ ապրած մարդիկ կանգնեն դատապարտության առաջ ու ասուն ոչինչ չկարողանան ասել։ Կյանքը չի չափվում տարիներով, այլ ավարտով։ Ոմանք ապրեցին երկար, բայց կորցրեցին ամեն ինչ, ուրիշները ապրեցին կարճ, բայց շահեցին հավիտենությունը։ Ուրեմն հարցը սա է, որ ոչ թե կարևոր է որքան ես դու ապրել, այլ թե ինչպես ես դու քո կյանքդ ավարտել։ Այնքան կարևոր չէ, թե ինչպես մենք սկսեցինք մեր կյանքը, որքան կարևոր է թե ինչպես ենք մենք այն ավարտում։ Տերը օրհնի ձեզ այսքանը։